Ավստրալիացի երեխաները չեն կարողանա TikTok, Insta ու եւս 8 սոցցանց մտնել։ Երկիրն արդեն օրենքով է արգելում մինչև 16 տարեկաններին հաշիվներ ունենալ այստեղ, այնտեղ ու համարյա ամենուր։ Անչափահասները չեն կարողանա նոր հաշիվներ բացել սոցցանցերում, բացածներն էլ կարգելափակվեն։ Ավստրալիայի կառավարությունը հույս ունի, որ օրենքի շնորհիվ երիտասարդներն ավելի քիչ ժամանակ կանցկացնեն էկրանների առաջ եւ հեռու կմնան վտանգավոր բովանդակությունից։ Վտանգավոր ասելով պիտի հասկանալ ինքնասպանության փորձերը, կանանց նկատմամբ բռնության ու ատելության դրսևորումները, սննդային խանգարումները։ Այս տարեսկզբին արված հետազոտությունը փաստում է 10-ից 15 տարեկան երեխաների 96%-ը գրանցված է սոցցանցերում եւ 10-ից 7-ը վտանգավոր բովանդակության է բախվել։ Ավստրալիայում սոցցանցերն արգելող օրենքը ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 10-ից, բայց երեխաներն ու ծնողներն այն խախտելու համար չեն պատժվելու։ Փոխարենը պատասխանատվությունը սոցցանցերի վրա է։ Ընկերությունները կարող են մինչև մոտ 32 միլիոն դոլարի տուգանվել լուրջ կամ կրկնվող խախտումների համար։ Սոցցանցային հսկաներն ըստ Ավստրալիայի կառավարության պետք է հիմնավոր քայլերով իրենց հեռու պահեն երեխաներից։ Սա նշանակում է, որ գրանցվելիս օգտատերերից ավելի շատ տվյալներ ու նկարներ են ուզելու։ Երկրում հիմա քննարկվում է կաշխատի արդյոք այս օրենքը, թե կաշխատեն VPN-ներն ու երեխաների հնարամտությունը։ Սա նմանատիպ առաջին արգելքն է աշխարհում, բայց այս մտքի վրա արդեն քլիք են անում Դանիան, Նորվեգիան, Ֆրանսիան, Իսպանիան։ Հայաստանում Ինստան ու մյուս սոցցանցերը բաց են ու հասանելի երեխաների համար, իսկ կոմենտների մեր դաշտը բաց է քննարկման համար։ Կուզեիք նման օրենք։